Ողջույն հարգելի հայրենակիցներ, վաղար շաբաթում կայանալիք ավականու արտահերթ ընտրությունների հետ կապված հրատապ ուղիղ եթերի անհրաժեշտություն է առաջացել եւ որոշակի տեղեկություններ կտամ ձեզ այդ ամենի հետ կապված, բայց սկզբում մի փոքր նախաբան։ Ինչպես հայտնի է, վաղար շաբաթում, որը ընդունված է Էջմիածնի անունով, այսպես ընկալել, հրաժարական էր տվել համայնքի ղեկավարը, վաղաշաբաթ համայնքի կամ ինչպես ասում են Էջմիածնի քաղաքապետն էր հրաժարական տվել ՔՊԱ-կան, դա այն պաշտոնյան էր, ով կհիշեք երևի ժամանակին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տեսակետներ էր հայտնում եւ ասում էր, որ Նիկոլը adekvat չէ, որ շեղվել է իրենց սկզբունքներից եւ նրան Սուրեն Պապիկյանը հանգստացնում էր, ասում էր դեռևս ոչ մի բան պետք չի անել, այդպիսի ձայնագրություն էր հայտնվել համացանցում եւ ինքը ասում էր, որ կխոսի հետը, երբ որ հանգստանա Նիկոլ Փաշինյանը, սա իմիջայլոց, եւ ահա հրաժարական է տվել այդ համայնքի ղեկավարը եւ վաղաշաբաթում նշանակվել են արտահերթ ընտրություններ, ավականու արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բավական ցածր վարկանիշ ունի Էջմիածնում եւ ահա որոշել են փոքրիկ շուստրության դիմել, միացրել են Խոյ համայնքը, որի մեջ ներառված է 17 գյուղական համայնք, այդ Խոյ համայնքը միացրել են վաղաշաբաթին, այսինքն Էջմիածնին ու Ոսկեհատին, խոշորացրել են համայնքը եւ այդ խոշորացված համայնքում են նոյեմբերի 16-ին նշանակել արտահերթ ընտրություններ։ Իսկ ինչու են խոշորացրել։ Առաջին պատճառը այն է, որ ինչպես ասացի, իրենք շատ լավ գիտեն, որ Էջմիածնում վարկանիշը շատ ցածր է ՔՊ-ի եւ երկրորդը իրենց տեխնացում, որին այժմ նշանակել են վաղաշաբաթ համայնքի ԺՊ, ժամանակավոր պաշտոնակատար, այդ Խոյ համայնքում եղել է մինչև վերջերս ղեկավար, այնտեղից է ընտրվել եւ իրենք մտածել են, որ Խոյին եթե միացնեն վաղաշաբաթ համայնքին, ապա կարողանալու են այդ համայնքի ձայները, որը իրենց կարծիքով իրենց գրպանում դրված է, միացնելով եւ այդ ձայներով կարողանալու են իշխանությունը պահպանել վաղաշաբաթ արդեն խոշորացված համայնքում։ Մենք հայտարարել ենք արդեն, որ Մայր Հայաստանը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի ընտրություններին եւ հետեւյալ մոտեցումը ունի Մայր Հայաստանը, մենք հենց Խոյ համայնքի տեխնացուներ ենք առաջադրել, Էջմիածնից էլ իհարկե կան, բայց ցուցակը գլխավորելու է Գրիշա Հարությունյանը, որը Դողս համայնքի նախկին ղեկավարն է եղել, բավական պարկեշտ անձնավորություն, գործունե անձնավորություն, որը եւ կառավարչական հմտություններ ունի եւ անցած ճանապարհ ունի։ Գրիշա Հարությունյանն ենք առաջադրել որպես համայնքի ղեկավարի տեխնացու եւ երկրորդ համարում նույնպես համայնքի կառավարման բազմամյա փորձ ունեցող Դավիթ Կարապետյանն է ծաղկունք համայնքից եւ ահա այս տեխնացուներով մենք մասնակցելու ենք վաղաշաբաթի ընտրություններին եւ ինչ են արել իշխանությունները հիմա։ Ուրեմն որ պահին, որ մենք հայտարարեցինք, որ Մայր Հայաստանը մասնակցելու է ընտրություններին եւ այս տեխնացուներն են գլխավորելու մեր ցուցակը, Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը, իրենք անմիջապես սկսեցին հսկող, վերահսկող, քննող, հոտոտող եւ այլ տիպի պետական մարմիններով հարձակվել Դողս եւ Ծաղկունք համայնքի վրա այն առումով, որ սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես են կառավարել Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը։ Դա այսպես պատահական զուգադիպություն չի կարող լինել, իրենց կարծիքով իրենք ինչ-որ բաներ են գտնելու, որպեսզի ցույց տան, թե ահա տեսեք ինչ է կատարվել, բայց եթե ինչ-որ չարաշահումներ լինեին այդ համայնքում, նախ մինչև այժմ պարզված կլինեին, երկրորդը այդ մարդիկ այնպիսի ճանապարհ են անցել, որ որևէ խնդիր չկա եւ բավական բարձր հարգանք են վայելում, հենց իրենք էլ գիտեն, որ այդ մարդիկ հարգանք են վայելում եւ մեծ լսարան ունեն, մեծ թիմ ունեն եւ ահա փորձում են այդ իրենց հայտնի ճղճիմ լծակներով եւ ճղճիմ քայլերով փորձում են այս գլխից ճնշումներ բանեցնել
եւ մեր տեխնացուներին, այսպես ասած, փորձում են խավես դուրս թողնել կամ նրանց իբր թե վարկաբեկել կամ ինչ-որ գործողություններ անել։ Նու ես հուսով եմ, որ իրենք խելքի կգան եւ այդպիսի բաներ չեն անին, բայց ամեն դեպքում ես պետք է ասեմ, որ Մայր Հայաստանը ցանկացած պարագայում հետ չի կանգնելու բնականաբար իր քայլից, այդպիսի բան չի կարող լինել։ Իշխանությունները բավական անհանգստացած են, որովհետև իրենք պատկերացնեք գիտեն շատ լավ, որ Էջմիածնում ձայներ չունեն։ Իրենք մտածում են, որ խոյ համայնքը իր ընտրողներով իրենց գրպանում է, եւ մեր այդ քայլը, որ խոյից ենք հենց ընտրել տեխնացուներին, նրանք մեր թիմակիցներն են, եւ ահա նրանց գլխավորած ցուցակով մենք իրենց նաեւ ցույց ենք տալիս, որ այդպես չի, որ խոյ համայնքում իրենք լուրջ խնդիրներ են ունենալու, դրան էլ կգումարվի Էջմիածինը եւ մենք այլ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ԿՊ-ին առաջին հերթին թույլ չենք տալու վերարտադրություն կազմակերպել եւ իշխանազրկելու ենք ԿՊ-ին այնպես ինչպես որ դա տեղի ունեցել տարբեր համայնքներում եւ դրանով իսկ հիմքեր ենք դնելու համապետական մասշտաբով ԿՊ-ին քաղաքական աղբանոց ուղարկելու համար եւ Նիկոլ Փաշինյանին վռնդելու համար վարչապետի կաբինետից։ Ես ուղղակի ուզում եմ ասել հետեւյալը. սա բողոք չէ, մենք զարմանք չենք ապրում այս ամենից, միլիցիա չենք կանչի այս ամեն ինչի համար, չենք ասի, որ մեզ հալածում են եւ այլն։ Մենք ուղղակի տեղեկություն ենք տալիս եւ իշխանությունները թող իմանան, որ որևէ հարցակում ունենալու է քաղաքական հակազդեցություն մեր կողմից, որևէ ձևով իրենք չեն կարողանալու խոչընդոտել մեր աշխատանքները եւ հիմա եթե համայնքապետարանում դողսի ու ծաղկունքի հոտոտում են, քրքրում են, փորձում են 20 տարի հետ գնալ, հասկանալ ինչ է տեղ ունեցել 20 տարի առաջ, իրենք ուղղակի սխալվում են մտածելով, որ դրանով մեզ կարողանալու են խոչընդոտել կամ խնդիրներ առաջացնել այդ քայլերով։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում ենք, կանխատեսել ենք, որ կարող են այդպիսի ճղճիմություններ անել եւ որևէ նորություն չկա։ Մեր թիմակիցներին ուղղակի կոչ կանեի շարունակել աշխատանքը, որևէ անհանգստություն չցուցաբերել։ Մենք թիմով կանգնած ենք եւ մեր սկզբունքը բոլորը մեկի համար, մեկը բոլորի համարն է եւ Մայր Հայաստանը շարունակելու է իր պայքարը հանուն փոփոխությունների եւ մենք էջմիածինցիներին Վաղարշապատ համայնքի քաղաքացիներին կոչ ենք անում լինել ակտիվ, անպայման մասնակցել ընտրություններին եւ միասնական ջանքերով իշխանազրկել այս խմբակին, որը նաեւ եկեղեցու դեմ պայքարն է փորձում համատեղել ընտրություններին եւ կարելի ասել, որ այս ընտրությունները, որը Վաղարշապատում կայանալու են, լինելու են նաեւ այսպես ասած աստվածավախների եւ անաստվածների միջև ընտրություն, լինելու է բարի եւ չար ուժերի միջև ընտրություն, լինելու է արդյունավետ կառավարման եւ խայտառակ կառավարման ընտրություն, իսկ եթե իրենք մտածում են, որ խոյ համայնքի նախկին ղեկավար այդ տղային բերելով փորձել են խաբել մարդկանց, թե իբր ինքը ԿՊ-ի հետ կապ չունի եւ լավ տղա է, մեր տղան է, փորձենք ընտրել, մենք այդ ամեն ինչը քարոզչության ընթացքում կներկայացնենք Վաղարշապատցիներին, շատ մանրամասն մեր ծրագրերը կներկայացնենք, մեր մոտեցումները կներկայացնենք, թե քաղաքում ինչ պետք է անել, գյուղերում ինչ պետք է անել, իսկ այդ հոտոտողներին ասեմ, որ կարող եք ավելի մանրամասն ուսումնասիրել, բայց նայեք հանկարծ այնպես չպարզվի, որ այդ մարդիկ մի բան էլ իրենց կողմից են ներդրում արել գյուղերում ու դուք էլ ամոթով մնաք, չնայած ինչ ամոթի մասին է խոսքը։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, հետևեք լուրերի թողարկումներին, հետևեք Վաղարշապատում կայանալիք քաղաքական գործընթացներին եւ անպայման կոչ արեք բոլորին, որպեսզի մասնակցեն։ Վստահեցնում եմ ձեզ, բարձր մասնակցությամբ ԿՊ-ն իշխանազրկվելու է եւ հերթական ապտակը ստանա։ Առայժմ